Ողջույն եւ բարի գալուստ։ Այսօր մենք սուզվելու ենք ձեր տրամադրած նյութերի մեջ, որպեսզի բացահայտենք մի երևույթ, որը կարծես աննկատ գրավել է աշխարհը՝ թուրքական հեռուստասերիալները։ Այո։ Երբ սկսեցի ուսումնասիրել ձեր ուղարկած աղբյուրները, ակադեմիական հոդվածներ, միջազգային մամուլ, ես անկեղծ ասած իսկապես զարմանցա։ Դե զարմանալի է իրականում։ Սա պարզապես հեռուստատեսություն չէ, սա մի ամբողջ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մշակույթը դառնալ փափուկ ուժի հզոր գործիք։ Մեր առաքելությունն է հասկանալ, ինչպես է դա տեղի ունենում։ Եվ սա իսկապես բազմաշերտ պատմություն է։ Մի կողմից սիրային դրամաներ, պատմական էպոսներ, որոնք գրավում են հարյուրավոր միլիոնների։ Միանշանակ։ Մյուս կողմից պետական ռազմավարություն, տնտեսական շահ եւ ինչու՞ չէ նույնիսկ գրաքննություն։ Այսօր կփորձենք վերլուծել այս բարդ մեխանիզմը։ Ի՞նչն է դրանց հաջողության գաղտնիքը։ Հենց դա։ Ինչպես են դրանք փոխում Թուրքիայի մասին պատկերացումները։ Եվ երևի թե ամենակարևորը, որտեղ է ավարտվում մշակույթը եւ սկսվում քարոզչությունը։ Եկեք փորձենք գտնել այդ սահմանը։ Իսկապես, սկսենք մասշտաբից, որովհետև թվերը պարզապես խելահեղ են։ Ես պետք է խոստովանեմ, երբ ձեր աղբյուրներից մեկում կարդացի, որ Թուրքիան ԱՄՆ-ից հետո երկրորդն է։ Աշխարհում հեռուստասերիալների երկրորդ խոշորագույն արտահանողն է, ստիպված է երկրորդ անգամ կարդալ։ Սա համաշխարհային մեդիա լանդշաֆտի անհավանական փոփոխություն է։ Ինչպես դա այդքան արագ տեղի ունեցավ։ Այդ թռիչքն իսկապես ապշեցուցիչ է։ Պատկերացրեք 2008 թվականին նրանց արտահանումը կազմում էր ընդամենը $10 միլիոն։ 10 միլիոն։ Այո, 15 տարի անց 2023-ին թիրախը արդեն մոտ $1 միլիարդ էր։ Ուղղակի անհավատալի է։ Բայց գիտեք, փողից ավելի տպավորիչ է լսարանը։ Տարբեր գնահատականներով խոսքը գնում է 400-ից 800 միլիոն դիտորդի մասին։ 800 միլիոն։ Ավելի քան 170 երկրում։ Սա ոչ թե ինչ-որ նիշային արտադրանք է, այլ համաշխարհային մշակութային երևույթ։ 800 միլիոն մարդ, այսինքն աշխարհի յուրաքանչյուր 10-րդ մարդը պոտենցիալ դիտորդ է։ Կամ մի դրվագ, որը ցույց է տալիս այս ֆենոմենի ուժը։ Գյումուրս սերիալի եզրափակիչը։ Այո, Նուր անունով հայտնի։ Հա, որոշ երկրներում Նուր։ Արաբական աշխարհում դիտել է 85 միլիոն մարդ։ Սա ոչ թե ուղակի հեռուստաշոու է, սա մշակութային իրադարձություն է, աշխարհի գավաթի եզրափակիչի մասշտաբի է այդ տարածաշրջանի համար։ Բա իհարկե։ Ինչ է անում նման ընդհանուր փորձառությունը մշակույթի հետ։ Հենց դա է ամենահետաքրքիրը։ Այն ստեղծում է ընդհանուր մշակութային հենակետ։ Հանկած միլիոնավոր մարդիկ Մարոկոից մինչև Պարսից ծոց քննարկում են նույն կերպարներին, նույն բարոյական երկընտրանքները։ Այսինքն ստեղծվում է ընդհանուր խոսույթ։ Այո, այն շրջանցում է ավանդական լրատվամիջոցներն ու պետական վերահսկողության տակ գտնվող նորությունները, ստեղծելով ուղիղ հուզական կապ Թուրքիայի հետ։ Եվ սա միայն սիրային պատմությունների մասին չէ։ Վերցնենք հարություն առած Էրթուղրուլը։ Ձեր ուղարկած հոդվածներում այն համեմատում են գահերի խաղի հետ։ Նույնիսկ անվանում են մահմեդական գահերի խաղ։ Հենց դա։ Սա արդեն ոչ թե պարզապես տարածաշրջանային հաջողություն է, այլ հայտ մրցելու համաշխարհային հսկաների հետ։ Ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային հաջողությունը պատահական լինել չի կարող։ Իհարկե ոչ։ Սա ինձ բերում է այն հայցակարգին, որի վրա դուք շեշտադրում էիք ձեր նշումներում՝ փափուկ ուժ։ Ճիշտ այդպես։ Այս տերմինը, որը 90-ականներին ներմուծել է ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայը, կատարելապես նկարագրում է իրավիճակը։ Ինչպես էր նա սահմանում։ Դե, նրա սահմանմամբ փափուկ ուժը սեփական նպատակներին հասնելու կարողությունն է ոչ թե հարկադրանքի կամ փողի միջոցով։ Այսինքն ոչ թե կոշտ ուժի։ Այո, այլ գրավչության։ Երբ դու ստիպում ես մյուսներին ցանկանալ այն, ինչ ցանկանում ես դու։ Այսինքն ոչ թե ստիպել, այլ համոզել։ Եվ դրա դասական օրինակը թերևս Հոլիվուդն է, որը տասնամյակներ շարունակ արտահանել է ոչ միայն ֆիլմեր, այլև ամերիկյան երազանքը։ Ամերիկյան արժեքներն ու ապրելակերպը։ Այո, ստացվում է, որ Թուրքիան ստեղծել է իր սեփական Հոլիվուդը, Բոսֆորի ափին։ Միանգամայն, եւ ձեր տրամադրած նյութերը ցույց են տալիս, որ թուրքական սերիալները կատարում են հենց այդ գործառույթը։ Դրանք տարածում են որոշակի աշխարհայացք, ձևավորում են երկրի մասին դրական ընկալումներ եւ իհարկե գովազդում են ազգային ապրելակերպը։ Ստամբուլի շքեղ տեսարաններից մինչև թուրքական սուրճն ու նախաճաշը։ Ամեն ինչ։ Լավ, մի բան է ասել, որ դրանք փափուկ ուժի գործիք են, բայց որպեսզի դա աշխատի, մարդիկ պետք է իրականում դիտեն դրանք, եւ նրանք դիտում են անհավանական քանակությամբ։ Այսպիսով ո՞րն է գաղտնիքը։
Իմ առաջին ենթադրությունը կլիներ բարձր արտադրական որակը։ Կինեմատոգրաֆիան հաճախ նման է գեղարվեստական ֆիլմի, համեմատած շատ երկրների տեղական հեռուստաարտադրանքի հետ։ Արդյոք ամեն ինչ այդքան պարզ է, թե կա ավելի խորը մշակութային տարր։ Արտադրական որակը անկասկած հսկայական դեր է խաղում, եւ մենք դրան կանդրադառնանք, բայց դուք ճիշտ եք կասկածում, որ կա ավելին։ Աղբյուրները հետևողականորեն նշում են մշակութային համատեղելիություն արտահայտությունը։ Մշակութային համատեղելիություն։ Այո, որպես իրական բանալի։ Եվ դրա հիմքում ընկած է արդիականության եւ ավանդույթի միջև շատ նուրբ հավասարակշռությունը։ Սա հետաքրքիր պարադոքս է։ Այսինքն մի կողմից նրանք ցուցադրում են ժամանակակից, գրեթե արևմտյան ապրելակերպ, թանկարժեք մեքենաներ, նորաձև հագուստ։ Կանանց կարիերա։ Այո, բայց մյուս կողմից ամրապնդում են շատ ավանդական, հայրիշխանական կառույցներ։ Ձեր աղբյուրներից մեկում նշվում էր, որ հերոսները կարող են ալկոհոլ օգտագործել, բայց միևնույն ժամանակ աղոթում են եւ հարգում են տանիքի ավակներին։ Ճիշտ այդպես։ Արդյոք այս խառնուրդը գրավչության հիմքն է, թե երբեմն հակասություններ է ստեղծում հանդիսատեսի համար։ Հենց այդ խառնուրդն է գրավչությունը, հատկապես Մերձավոր Արևելքի, Բալկանների կամ նույնիսկ Լատինական Ամերիկայի պահպանողական հասարակությունների համար։ Այն առաջարկում է մի մոդել, որը ժամանակակից է, բայց ոչ օտար։ Հասկանալի է։ Հանդիսատեսը տեսնում է մի աշխարհ, որը ձգտում է դեպի արտիականություն, բայց առանց կորցնելու իր մշակութային եւ կրոնական արմատները։ Սա շատ հզոր ուղերձ է։ Իսկ սյուժետները։ Իսկ սյուժետները հիմնված են համամարտկային թեմաների վրա՝ սեր, դավաճանություն, սոցիալական անհավասարություն, յուղից քաղաք տեղափոխվելու դժվարություններ։ Այս թեմաները հասկանալի են եւ Կահիրեում, եւ Բուենոս Այրեսում։ Եվ այս ամենը փաթեթավորված է շատ բարձր որակով։ Դուք նշեցիք արտադրական արժեքը։ Եկեք խորանանք դրա մեջ։ Ի տարբերություն ստուդիաներում նկարահանված օճառային օպերաների, թուրքական սերիալները շնչում են իրականությամբ։ Այո։ Նկարահանումներ Բոսֆորի ափին գտնվող առանձնատներում, Կապադոկիայի լանդշաֆտներում, սա ստեղծում է վավերականության զգացում։ Այո, եւ դա ռազմավարական ընտրություն է։ Այդ վայրերն իրենք են դառնում կերպարներ։ Հոյակապ դար սերիալից հետո բոլորը ցանկանում էին տեսնել Թոփքափը պալատը։ Իհարկե։ Բացի այդ, ուշադրություն է դարձվում մանրամասներին, շքեղ զգեստներ, օրիգինալ սաունդթրեքներ, որոնք հետո հիթեր են դառնում։ Այս ամենը իհարկե պահանջում է հսկայական ներդրումներ։ Այստեղ մի հարց է ծագվում։ Այս շքեղ արտադրությունները պետք է որ մի ամբողջ կարողություն արժենան։ Արդյոք այս ամենը մասնավոր կոմերցիոն ձեռնարկություն է, թե կա պետության ձեռքը, որն օգնում է ֆինանսավորել այս փափուկ ուժի մեքենան։ Սա շատ տեղին հարց է, որը մեզ տանում է դեպի պատկերի ավելի բարդ կողմը։ Դե, մասնավոր հատվածը իհարկե հիմնական շարժիչ ուժն է, բայց պետության դերը։ Հատկապես որոշ նախագծերում։ Այո, հատկապես իշխող կուսակցության համար գաղափարական նշանակություն ունեցող նախագծերում։ Անվիճելի է։ Պետական TRT հեռուստաալիքը հսկայական գումարներ է ներդնում պատմական սերիալների մեջ, ինչպիսին է Էրթուղրուլը։ Հասկանալի է։ Այնպես որ այո, կա պետական աջակցություն, որն օգնում է այս արտադրանքը դարձնել ավելի մրցունակ համաշխարհային շուկայում։ Շատ լավ, այսինքն ունենք հզոր, բարձրարորակ, մշակութային առումով գրավիչ արտադրանք։ Բայց կա նաև բաշխման խելացի ռազմավարություն։ Ինձ հատկապես տպավորեց այն փաստը, թե ինչպես են նրանք հարմարեցնում իրենց արտադրանքը տարբեր շուկաներին։ Այո, սա նրանց հաջողության կարևորագույն բաղադրիչներից է։ Նախ սերիաների տևողությունը։ Թուրքիայում մեկ սերիան կարող է տևել 120-180 րոպե։ 2-3 ժամ։ Այո, սա թույլ է տալիս արտասահմանյան հեռուստալիքներին գնել մեկ սերիա եւ դրանով լցնել մի ամբողջ երեկոյի եթերաժամ։ Ֆինանսապես շատ ձեռնտու է։ Բայց նրանք ճկուն են։ Շատ։ Եվրոպական կամ ամերիկյան շուկաների համար նույն սերիան կտրատում են 45 րոպեանոց դրվագների։ Իսկ արաբական երկրների դեպքում կա կրկնօրինակման նրբությունը։ Ի տարբերություն ասենք լատինամերիկյան սերիալների, որոնք կրկնօրինակվում էին դասական արաբերենով։ Այո, գրական։ Իսկ թուրքական սերիալները հաճախ կրկնօրինակվում են սիրիական բարբարով։ Սա փոքր, բայց հանճարեղ քայլ է։ Միանշանակ, այն ստեղծում է մտերմության եւ մշակութային մոտիկության զգացում, կարծես կերպարները խոսում են իրենց լեզվով։ Հենց այդպես։ Այս բոլոր գործոնները միասին ստեղծում են մի իրավիճակ, երբ հաջողությունը գրեթե անխուսափելի է դառնում։
Եվ այդ հաջողությունը ունի շատ իրական շոշափելի հետևանքներ։ Այո, որոնք դուրս են գալիս էկրանի սահմաններից։ Ճիշտ այդպես։ Եկեք խոսենք այդ իրական ալիքային էֆեկտների մասին։ Ամենաակնհայտը թերևս տնտեսությունն է, զբոսաշրջությունը օրինակ։ Մարդիկ ցանկանում են այցելել այն վայրերը, որտեղ ապրում են իրենց սիրելի հերոսները։ Այո, եւ կան կոնկրետ տվյալներ, որոնք հաստատում են դա։ Հետազոտությունները ցույց են տալիս ուղիղ կապ սերիալների տարածման եւ, օրինակ, Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Թուրքիա թռիչքների որոնումների կտրուկ աճի միջև։ Ուղիղ կորելյացիա։ Այո, բայց դա ավելին է, քան պարզապես զբոսաշրջությունը։ Ստեղծվում է մի ամբողջ էկոհամակարգ։ Մարդիկ ցանկանում են գնել այն զգեստները, կահույքը, զարդերը, որոնք տեսնում են էկրաններին։ Այսինքն սերիալը դառնում է թուրքական արդյունաբերության գովազդային հարթակ։ Հենց այդպես։ Սակայն ամենաշշմեցուցիչը թերևս անձնական մակարդակի վրա ունեցած ազդեցությունն է։ Մի բան է, երբ շոուն ստիպում է քեզ գնել նոր բազմոց, բոլորովին այլ բան է, երբ այն փոխում է քո կյանքը։ Ձեր նյութերում կային մի քանի անհավանական պատմություններ։ Այո, այդ պատմությունները ցույց են տալիս այս ֆենոմենի իրական խորությունը։ Օրինակ, մեքսիկացի ջութակահարուհի Լուբելլան։ Էրթուղրուլ սերիալից ոգեշնչված։ Այո, ոգեշնչվելով հերոսի ոգու ամրությունից եւ արժեքներից, սկսում է ուսումնասիրել իսլամը եւ ի վերջո ընդունում է այն։ Նրա համար սերիալը դառնում է հոգեվոր որոնումների կայծ։ Սա ուղղակի Սա ցույց է տալիս, որ ազդեցությունը կարող է լինել ոչ թե մաքերեսային, այլ խորքային, կյանքը փոխող։ Կամ ուզբեկստանցի նկարչուհի Մախսումը Տաստանովայի պատմությունը։ Նա մանուկ հասակում դիտել է թուրքական հին սերիալներից մեկը եւ Ստամբուլում ապրելու երազանքը տասնյակներ շարունակ ուղեկցել է նրան։ Մինչև որ իրականացրել է։ Այո, մինչև որ իրականացրել է այն։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է մի հերոստանախագիծ սերունդների համար ձևավորել մի ամբողջ երկրի մասին պատկերացում եւ նույնիսկ կյանքի նպատակներ։ Եվ այստեղ մենք հասնում ենք մետաղադրամի հակառակ, ավելի ասենք, բարդ կողմին։ Այո։ Երբ պետությունը գիտակցում է, որ իր մշակութային արտադրանքն ունի նման հզոր ազդեցություն, այն սկսում է ավելի ակտիվորեն միջամտել։ Սա այն կետն է, որտեղ փափուկ ուժը կարող է վերածվել բացահայտ քարոզչության։ Այո, սա այն դեպքն է, երբ իշխանությունը ցանկանում է վերահսկել պատմությունը, որը պատմվում է աշխարհին։ Մենք արդեն նշեցինք, որ պետական TRT-ն ֆինանսավորում է պատմական սերիալներ, որոնք հաճախ ներկայացնում են Թուրքիայի անցյալի շատ որոշակի իսլամը պահպանողական եւ նեո-օսմանյան տեսլականը։ հենց դա։ Բայց վերահսկողությունը դրսևորվում է ոչ միայն ֆինանսավորմամբ, այլև ճնշումներով։ Ճիշտ այդպես։ Եվ այստեղ ի հայտ է գալիս RTUK, Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը։ Սա մի մարմին է, որը հետևում է բովանդակությանը եւ տուգանքները սահմանում այն սերիալների համար, որոնք իրենց կարծիքով խախտում են ազգային եւ բարոյական արժեքները։ Այո, սա ստեղծում է մի պարադոքսալ իրավիճակ։ Եվ ձեր աղբյուրներում նշված օրինակը շատ խոսուն է։ Դու թակիր իմ դուռը սերիալը, որը համաշխարհային հիթ է, Այո, տուգանվել է ջակուզիի մեջ հերոսների մերձեցման տեսարանի համար։ Արդյունքի ձևակերպմամբ դա հակասում է թուրքական ընտանիքի կառուցվածքին, այսինքն աշխարհին վաճառում ես ժամանակակից ազատ սիրո պատմություն, բայց երկրի ներսում տուգանում ես դրա համար։ Սա շիզոֆրենիկ իրավիճակ չէ։ դա հենց այն հակասությունն է, որի շուրջ պտտվում է այս ամբողջ արդյունաբերությունը։ Մի կողմից գլոբալ շուկայի պահանջները, մյուս կողմից ներքին պահպանողական լսարանի եւ կառավարության ճնշումը։ Եվ նույնը LGBT թեմաների հետ։ Այո, նույն ճնշումը գործադրվում է LGBT թեմաներով նախագծերի վրա, ինչպես եղավ Netflix-ի Լյուբով Ստոյեդին սերիալի դեպքում, որտեղ ըստ լուրերի ստիպված եղան փոխել սցենարը հեռացնելով համասեռամոր կերպարին։ Եվ երբեմն այս միջամտությունը դառնում է ոչ թե պարզապես պահպանողական գրաքննությունը, այլ քաղաքական հաշվեհարդարի գործիք։ TRT-ի Մետամորֆոզներ սերիալի օրինակը ուղղակի ցնցող է։ Այո, շատ խնդրահարույց դեպք է։ Այնտեղ բանտարկված իրավապաշտպան եւ գործարար Օսման Քավալան ըստ էության ներկայացվում է որպես պետության թշնամի, օգտագործելով իրական մարդու կերպարը քաղաքական նպատակներով։ Այստեղ արդեն բոլոր դիմակները պատրվում են։ Այո, սա այն կետն է, որտեղ փափուկ ուժը կորցնում է իր փափկությունը եւ դառնում կոշտ ուժի գործիք, ուղղված ներքին այլախոհության դեմ։ Սա ցույց է տալիս, որ այս համաշխարհային հաջողության պատմության հետևում կա շատ ավելի մութ եւ բարդ իրականություն։ Արտաքին գրավչությունը պահպանվում է ներքին խիստ վերահսկողության գնով։
Հենց այդպես։ Փաստորեն, եկեք ամփոփենք այս բարդ պատկերը։ Մի կողմից ունենք համաշխարհային մշակութային ուժ, Թուրքիայի փափուկ ուժի աննախադեպ արդյունավետ գործիք, որը խթանում է տնտեսությունը, բարելավում է երկրի իմիջը, Եվ ազդում միլիոնավոր մարդկանց ճակատագրերի վրա։ այո, Մյուս կողմից, ինչպես պարզեցինք ձեր տրամադրած աղբյուրներից, սա պարզապես զվարճանք չէ։ Դրա հետևում կանգնած է պետական ռազմավարություն, ուղղված որոշակի գաղափարական ուղերձներ տարածելուն, որը զուգորդվում է ներքին գրաքննությամբ։ եւ քաղաքական ճնշումներով այն բովանդակության նկատմամբ, որը չի համապատասխանում պաշտոնական գծին։ Սա մեզ բերում է մի շատ կարևոր հարցի, որով կարծում եմ արժե ավարտել։ Այո։ Աղբյուրները ցույց են տալիս, որ այս սերիալների հաջողության հիմնական գրավականներից մեկը դրանց վավերականությունն է, արդիականի եւ ավանդականի այն յուրահատուկ, երբեմն հակասական միաձուլումը։ Հենց այդ խառնուրդը, որի մասին խոսեցինք։ Հենց այդ խառնուրդը։ Եվ այստեղ հարց է առաջանում. քանի որ այս սերիալներն ավելի ու ավելի են հարմարեցվում համաշխարհային լսարանին եւ միևնույն ժամանակ ենթարկվում են ներքին քաղաքական ճնշումների, Այո, հարցն է, որի պատասխանը հավանաբար մենք կտեսնենք առաջիկա տարիներին։